Դեկտեմբերի 16-ից 21-ը այցելեք իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահ ձեր ամանորյա հրաշքի հետևից։ Սալիկներ, սանկերամիկա, պաստառներ, ջերուցում, լամինատ, դռներ եւ ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար մեկ վայրից։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտքոֆը բարձր է գնահատել Ֆլորիդայում Ռուսաստանի դեսպան Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպումը։ Ուիտքոֆը այս հայտարարությունն արել է X-ի իր էջում։ Ըստ նրա, վերջին 2 օրերի ընթացքում Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ դեսպան Կիրիլ Դմիտրիևը արդյունավետ եւ կառուցողական հանդիպումներ է ունեցել ամերիկյան պատվիրակության հետ նախագահ Թրամփի Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը առաջ մղելու համար։ Նա իր գրառման վերջում նշել է, որ Ռուսաստանը շարունակում է լիովին հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ Կրեմլի հատուկ դեսպան Դմիտրիևը նույնպես նմանատիպ մեկնաբանություն է արել բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Նա ակնարկել է նաև, որ ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում։ Շնորհակալություն Մայամի, հաջորդ անգամ Մոսկվա, գրել է Դմիտրիևը X-ում։ Նշեմ, որ ամերիկյան եւ ռուսական պատվիրակությունների Մայամիում հանդիպմանը նախորդել են ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև երրորդյա բանակցությունները, որտեղ Ուիտքոֆի խոսքով ամերիկացիները Կիևի ներկայացուցիչների հետ քննարկել են 4 փաստաթուղթ, այդ թվում 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը եւ Ուկրաինայի հետագա տնտեսական զարգացման ծրագիրը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնեցկի մարզը մնում է Կիևի եւ Մոսկվայի միջև բանակցությունների գլխավոր խոչընդոտը, քանի որ Ուկրաինան տարածաշրջանից հնարավոր դուրս գալը դիտարկում է որպես լուրջ անվտանգության սպառնալիք ու սարսափելի տարածքային զիջում։ Ըստ նրա, ռուսները իսկապես ցանկանում են տարածքային վերահսկողություն ունենալ Դոնեցկի նկատմամբ։ Ուկրաինացիները սա համարում են իրենց անվտանգությանը սպառնացող լուրջ սպառնալիք, չնայած նրանք մասնավոր զրույցներում ընդունում են, որ հավանաբար ի վերջո կկորցնեն Դոնեցկը, սակայն դա ի վերջո կարող է տեղի ունենալ 1 տարվա ընթացքում կամ նույնիսկ ավելի ուշ։ Այսպիսով այս տարածքային զիջումը կամ ավելի ճիշտ այս սարսափելի տարածքային զիջումը լուրջ խոչընդոտ է բանակցություններում, բացատրել է ԱՄՆ փոխնախագահը։ Վենսը նաև ընդգծել է, որ վստահ չէ, որ շուտով կհաջողվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, որը կլուծեր պատերազմը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է եվրոպական մի շարք երկրների պատրաստակամության մասին զորքեր ուղարկել Ուկրաինա այն դեպքում, եթե Վլադիմիր Պուտինը հնարավոր հրադադարից հետո որոշի նորից հարձակվել։ Ըստ նրա, որոշ եվրոպական երկրներ ազդակ են տվել, որ եթե դրա կարիքը լինի, ապա իրենք պատրաստ են զորքեր տրամադրել։ Ռյուտեի խոսքով ներկայումս աշխատանքներ են տարվում ցանկացողների կոալիցիայի հայեցակարգի շուրջ, որը ներառում է ցամաքում, ծովում եւ օդում ուժերի հնարավոր տեղակայման մանրամասների մշակումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ դաշնակիցները ձգտում են ստեղծել երաստիճան զսպման համակարգ, ապահովելով, որ խաղաղության համաձայնագրից հետո Ուկրաինան այլևս երբեք չենթարկվի հարձակման։ Առաջին մակարդակը ուժեղ ուկրաինական զինված ուժերն են, որոնք ունակ են ինքնուրույն պաշտպանել երկիրը։ Երկրորդ մակարդակը ցանկացողների կոալիցիան է, որը լրացուցիչ անվտանգության երաշխիքներ կապահովի։ Երրորդ մակարդակը ԱՄՆ աջակցությունն է։ Մենք ներկայումս աշխատում ենք այս 3 տարերը համատեղելու ուղղությամբ այնպես, որ Պուտինը հստակ հասկանա, որ նա այլևս երբեք չպետք է դիպչի Ուկրաինային, ասել է նա։ Համաշխարհային լուրերից անցում կատարենք տարածաշրջանային նորություններին։ Այսօր մեկնարկել է Թուրքիայի փոխնախագահ Ջեդեվ Ելմազի պաշտոնական այցը Բաքու, օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը։ Առաջինը, ինչը արժանացել է Բաքու ժամանած թուրքական պատվիրակությունը 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հաղթանակի հուշահամալիր այցելությունն է։ Հաղթանակի հուշահամալիրից Թուրքիայի փոխնախագահն ուղևորվել է շեհիդների ծառուղի, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի նախկին ղեկավար Հեյդար Ալիևի հիշատակին։ Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է արդեն Ելմազի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այս համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում Ալիջանի սահմանային անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ ու նախապատրաստական միջոցառումներ։ Հրապարակման համաձայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացին, որի գործնական քայլերից մեկը դարձել է անցած շաբաթ
Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումը որպես առաջին առևտրային նախաձեռնություն։ Թուրքիայի եւ Հայաստանի միջև դիվանագիտական շփումների առաջընթացի պայմաններում Ալիջանի անցակետում իրականացվող աշխատանքները նպատակ ունեն անցակետը սկզբնական փուլում բացել բեռնափոխադրումների համար մարգարայի կամրջով, իսկ հետագայում նաեւ ուղևորափոխադրումների համար։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորաշվիլին դեսպանների 2025 թվականի համաժողովում հայտարարել է, որ վերջին ժամանակներս երկրի քաղաքական ընտրության, կայունության եւ ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելուն ուղղված արտաքին միջամտությունները լուրջ մարտահրավեր են Վրաստանի համար։ Այս համատեքստում նա հիշատակել է նախկին նախագահի Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ստեղծված արհեստական խոչընդոտներն ու վրացական վարագիտության ծառայության առջև ծառացած դժվարությունները։ Նախարարը նշել է, որ այսօր ավելի քան երբևէ կարևոր է պատշաճ կերպով վարել հետևողական պրագմատիկ եւ ազգային շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականություն Վրաստանում խաղաղությունը պաշտպանելու համար, քանի որ առկա անվտանգության մարտահրավերները, աշխարհաքաղաքական փոփոխությունները, աճող անորոշությունը ավելի են մեծացնում դիվանագետների պատասխանատվությունը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների արդյունավետ իրականացման համար։ Բոջորաշվիլին նաեւ նշել է, որ Վրաստանի դիրքերը տարածաշրջանային տարանցման եւ լոգիստիկայի ոլորտում ամրապնդվում են եւ ներդրողների հետաքրքրությունը երկրի նկատմամբ աճում է։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նոր հայտարարություն է տարածել Իրանի միջուկային ծրագրի մոնիթորինգի վերաբերյալ, չնայած ստուգումների վերսկսման մասին վերջին հաղորդագրություններին, գործակալության տնօրենը պնդում է, Մագատեն դեռևս չունի մի շարք կարևոր օբյեկտների լիարժեք մուտքի հասանելիությունը։ Գրոսին ընդգծել է 3 հիմնական օբյեկտների ռազմավարական նշանակությունը, որոնք կարևոր դեր են խաղում Իրանի ուրանի հարստացման ցիկլում եւ գործընթացում, դրանք են Ֆորդոյի, Նաթանզի, Բուշերի ատոմային կենտրոնները։ Մագատեի տնօրենի խոսքով այս օբյեկտների վերահսկողությունը կարևոր է տեխնիկական տեսանկյունից։ Իր հայտարարության մեջ Գրոսին ավելի հեռուն է գնացել պնդելով, որ Իրանի միջուկային գործունեությունը չի սահմանափակվում այս 3 հայտնի կենտրոններով։ Նա վստահություն է հայտնել այլ օբյեկտների գոյության վերաբերյալ, որոնց մասին Իրանը պաշտոնապես չի տեղեկացրել գործակալությանը։ Հարկ է նշել, որ այս պնդումներն արվել են առանց փաստաթղթային ապացույցների տրամադրման։ Մասնագետները նշում են, որ նման հայտարարությունները լուրջ իրավական հետևանքներ են ունենում եւ կարող են օգտագործվել Թեհրանի վրա քաղաքական ճնշումը մեծացնելու կամ միջազգային հանրության կողմից սխալ մեկնաբանությունների հանգեցնելու համար։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, մնացեք Առաջինի հետ։